Հարությունից հետո մեր Տերը Հիսուս Քրիստոս հանդիպում է Պետրոս առաքյալին եւ ասում է. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոս առաքյալն ասում է. այո, Տեր, սիրում եմ քեզ։ Եվ մեր Տերն ասում է. հովվիր իմ ոչխարներին։ Եվ բնականաբար 3 անգամ է այդ սիրո խոստովանությունը կորզում Պետրոսից։ Ինչու 3 անգամ? Որովհետև 3 անգամ Պետրոս առաքյալը ուրացել էր Քրիստոսին մատնության, խաչելության ժամանակ։ Այդ պատճառով էլ 3 անգամ սիրո խոստովանություն է անում Պետրոս առաքյալը։ Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ 3-րդ անգամ տրտմում է Պետրոս առաքյալը։ Որ ինչու է ինձ Տերը 3 անգամ։ Տեր, դու ամեն ինչ գիտես, բոլոր մարդկանց ճանաչում ես եւ գիտես, որ սիրում եմ քեզ։ Ամբողջովին քավում է մեղքը Պետրոս առաքյալի ուրացության մեղքը եւ որից հետո կարծես 3-րդ անգամ հաստատում եւ կնքում է. հովվիր իմ ոչխարներին։ Դա ինչ է նշանակում։ Եթե դու սիրում ես Քրիստոսին, ուրեմն կարող ես քահանայապետ դառնալ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացի։ Միայն սերն է անկեղծ ամբողջական նվիրումը սերի, անգամ ուրացությունից հետո ինչպես Պետրոս առաքյալը, բայց ամբողջական վերականգնված սերն է, որ դառնում է մեզ հովիվ բանավոր հոտի։ Եվ այս տեսանկյունից մենք պետք է անկեղծ լինենք, իրապես իմ կոչումը հոգևորականի ինչն է ինձ մղում, որ ես դառնամ հոգևորական։ Սերը մարդկանց հոգիների փրկության սերն է ինձ իրապես առաջնորդում։ Ես սիրում եմ իմ գործը, սիրում եմ ավետարանը քարոզել, ես սիրում եմ Քրիստոսինի, ես սիրում եմ մարդկանց օգնել։ Պատրաստ եմ քաջ հովի նման իմ կյանքը դնել, թե վարձկանեմ, որ միայն բուրդն եմ ոչխարների, միսն եմ ուտում, կաթն եմ կթում, ու թողնում եմ ոչխարներին անտեր։ Գազանը գայլը գալիս է, չեմ պահպանում, իմ կյանքը չեմ տալիս ոչխարներին փրկելու համար։ Ուրեմն շատ կարևոր է։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքը պատահական չէր Պետրոս առաքյալին։ Եթե սիրում ես, ուրեմն կարող ես հովվել։ Սերն է հովվի հաջողության գրավականը։